Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես պարոն Սարգսյան հիմնավոր կասկածի մասով լրացնեմ, հարգելի լրագրողներ, տեսեք, այսպիսի կարևոր բան կա, որը հաշվի չառավ ոչ քննիչը, ոչ դատարանը։ Ուրեմն 2008 թվականի հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը քննել է քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի սահմանադրականության հարցը։ Դա վերաբերում էր սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն եւ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերին։ Այսօրվա քրեական օրենսգրքի 422 հոդվածը ըստ էության նույն ձևակերպն է, համարյա նույն ձևակերպն է։ Եվ ինչ է ասել Սահմանադրական դատարանը այն ժամանակ, շատ հետաքրքիր է այստեղ, որտեղ եթե հիմա նայում ենք, կարծես թե ասում են իշխանությունը զավթելու կոչերը քրեորեն պատժել է։ Հիմա ինչ է ստացվում, եթե օրինակ մի հովիվ, մի գյուղից նստի եւ ասի, պետք է իշխանությունը զավթել, հրապարակային ասի, օրինակ Facebook-ով մտնի, on-line ասի։ Հիմա արդյոք այդ հովիվին պետք է դատապարտեն, ասեն դու այս հոդվածով արգելված արարքն ես կատարել։ Սահմանադրական դատարանը տվել է հետևյալ չափանիշները։ Հիմա լսեք, ինչ է ասում Սահմանադրական դատարանը, ես մեջբերում եմ այս հատվածը։ Վերո շարադրյալ մոտեցումները հաշվի առնելով, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր հասկացությունները քրեական օրենսգրքի 301 հոդվածի սահմանադրաիրավական իմաստով պետք է հասկանալ օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության մարմինների պետաիշխանական գործառույթներին Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ սահմանված կարգի խախտմամբ, այստեղ խնդրում եմ ուշադիր, բռնությամբ կամ դրա գործադրման անմիջական եւ իրական սպառնալիքով տիրանալու համար գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով այլ անձանց մասնակից դարձնելու դիմում կամ հրավեր։ Եթե տեսնում եք, այստեղ խոսքը գնում է ուրեմն բռնությամբ կամ դրա սպառնալիքի անմիջական եւ իրական լինելը, այնուհետև պետք է լինի գործողություն պլանավորելու, կազմակերպելու, նախապատրաստելու կոնկրետ հրավերը։ Հետո շարունակում է Սահմանադրական դատարանը, ասում է ուրեմն բռնության քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրավակներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները։ Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանի այդ խոսքը չէր կարող տեղավորվել Սահմանադրական դատարանի չափանիշներով մեկնաբանած այդ կոչի հետ։ Ավելին, տեսեք ինչ հետաքրքիր բան է եղել։ 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Միքայել Սրբազանը այսպիսի խոսքեր է արտաբերել, ընդ որում սա է հիմք հանդիսացել Դանիել Իոնիսյանին, որպեսզի հաղորդում ներկայացնի հենց իշխանություն զավթելու մասով քրեական գործ հարուցելու համար։ Հիմա տեսեք, ինչ է ասել։ 44-օրյա պատերազմի օրոք եմ ասել, այն ժամանակ, երբ որ այդ հիվանդը հարբած վիճակում հայտնում էր, թե որևիցե մեկը չկասկածի իր գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողությանը, ես այդ ժամանակ եմ ասել ու ասել եմ, պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանխեցին այդ անհրաժեշտ քայլը, պետականության եւ Արցախի փրկության համար, չարեցին եւ մեղքը իրենց վրա է։ Ավելին, մեղքն իրենց վրա է, քան թե այս հոգեկան հիվանդի։ Վերջիվերջո, այս մարդը հոգեկան հիվանդ է։ Ոչնչություն է, միջակություն է, պարզ է, որ արդեն առաջին օրերին, առաջին ամիսներին հայտնի էր, թե ուր է տանում երկիրը։ Բա գեներալիտետը դա չիմանա, բա դա չկանխի։ Այս տեքստից երևում է, որ Սրբազանը խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ իր խոսքի մասին։ Այսինքն Սրբազանը պատմում է, որ պատերազմի ժամանակ այսպիսի բան եմ ասել։ Եվ այս հայտարարության վերաբերյալ դատախազությունը չի համարել, որ սա իշխանությունը զավթելուն ուղղված կոչ է։ Հիմա 2024 թվականի հայտարարությունը, 1 տարի առաջվա հայտարարությունը, որով արդեն իսկ իշխանությունը համարում է, որ սա հանցագործություն է, ես հիմա մեջ բերում եմ այդ հատվածը։ Ինչն է համարում։ Ուրեմն, իմ այս վերջի 6 տարվա, միայն 6 տարվա, այն ժամանակ 6 տարվա գործունեությունից պարզ չի, ես ինչ եմ ասում։ Քանի անգամ ասեցի բացեբաց, ռազմական հեղաշրջումա պետք, պատերազմի օրերին ասի, ու նախագահներին ասի, Քոչարյանին ու Սերժին։ Ասի լավ, դուք պարոն նախագահ Քոչարյան, 10 տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի, 2 տարի էլ վարչապետ։
Այդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, դուք ձեր կողմնակից գաղափարակից ոչ մի գեներալ չունեք, ոչ բանակում, ոչ ոստիկանություն, ոչ ազգային անվտանգություն, որ գան ձեր կողքը կանեն եւ հեղաշրջում իրականացնեն, եթե իրենցով է։ Սերժ, դու ավելի 10 տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա, որ չես տարել, հա, շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունես, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգություն, ոչ բանակում, որ հելել ես փողոց, պատիվ ունեմ, մատիվ ունեմ, ռեալ պոլիտիկ ինչի մասն է խոսում, էդի ռեալ պոլիտիկն է, չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ուր եք գնացել ընտրության, ուր եք մտել ընտրության, նշանակում է ձեր նպատակը փոխելը չի։ Բայց եզանից լավ ով պիտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի։ Տեսեք, այս հայտարարության հետ կապված է Սրբազանին վերագրվել իշխանություն զավթելու հրապարակային կոչ։ Սա հիշեցնում է մի հայտնի անեկդոտ, երբ որ մեկը զայրացած գնում, ասում որ ես գնում, ասում գնում եմ Վարդանից ծեծեմ, ասում ինչի, ասում 1 տարի առաջ ինձ գետաձի անվանել, ասում բայց մի տարի առաջ ասի, ինչ ես հիմա գնում, ասում հենց որ գազանանոցից եմ գալիս։ Այսինքն մի տարի առաջ մարդ էսի կոչ է արել, ու 1 տարի որևէ մեկը ռեակցիա չի տվել, եւ հիմա հակաեկեղեցական այս շարժման ընթացքում հանկարծ հիշել են այս կոչի մասին, ավելին, եթե ես հատուկ մեջբերեցի, որ ցույց տան, որ այստեղ էլ Սրբազանը նոր կոչ չի անում։ Ինքը պատմում է, այստեղ ասում է պատերազմի տարիներին։ Այսինքն նախկին հայտարարության մեջ ասում է 44 օրային, այստեղ ասում է պատերազմի օրերին։ Խոսքը գնում է Սրբազանի կողմից նախկին մի իրադարձության մասին պատմելուն։ Հետևաբար սա չի կարող համարվել կոչ։ Սա կոչ չի, սա մի բանի մասին պատմություն է։ Այնպես որ հիմնավոր կասկածի մասով սա էլ խնդրում եմ մի գիտություն ընդունեք, մենք ավարտենք նոր էլի։